կառավարության նիստում խոսում էին այն մասին, որ այլ երկրներում քաղաքացին երբ ստանում է նամակ կառավարությունից, մեծամասամբ դրական է այդ նամակը իր համար, մեզ մոտ բացասական է։ Այսինքն, այլ երկրներում քաղաքացուն պետությունը ծանուցում է նաև իրեն օգտակար, շահեկան բաներ։ Հայաստանում այդ ծանուցումները գլխավորապես տուգանքների, տույժերի մասին են, բացասական արձագանք, եթե այդ նամակը պետական հիմնարկներից է։ Բերքը կարկուտը տարել է 2024 թվականին։ Ամբողջ 24 թվականը սոված նստել սպասել են իշխանությունից փոխհատուցման։ Բոլոր դիմումների պատասխան ծանուցումները եղել են բացասական։ Հիմա նա ինչ պատկերացում կազմի իշխանության մասին։ Պոզիտիվ։ 2025 թվականը ավարտվում է։ 24 թվականին ջրհեղեղից տուժածներին դեռ չեն փոխհատուցել ավարտել։ Իշխանության, պետության նկատմամբ էմոցիան ոնց կարող է պոզիտիվ լինի։ Ես պետական հիմնարկներից վերջին 5 տարում ստացել եմ 20-ից ավելի նամակ։ Դրանց մի 10-ը եղել է տուգանք, մյուս 10-ը եղել է քննչական կոմիտե, ոստիկանություն, դատարան հարցաքննության գնալու հրավեր։ Կառավարության նիստում ասում են, այլ երկրներում պետությունը դրական նամակներ է ուղարկում։ Բա 20 նամակի միջից մի հատը ինձ դրական չուղարկեիք։ Մի դրական նամակ կարող է լինել, որ հայտնաբերեին մեքենայից թալանչիներին։ Այդ դրական նամակը սակայն այդպես էլ չի գալիս։ Տասնյակ, 100 հազարավոր քաղաքացիներ մշտապես այդ տուգանքները եւ այլ ծանուցումներ են ուղարկում, էլ ինչ պոզիտիվ։ Այսօր ակցիա են անում բեռնափոխադրողները, որոնց մուտքը Ռուսաստան Դաշնություն արգելվել է։ Էկոնոմիկայի նախարար Պապոյան Գևորգը գալիս ասում է՝ զբաղվում ենք, բայց հարցներ չի լուծվում։ Հիմա այդ մարդիկ ինչպես կարող են իշխանության նկատմամբ նեգատիվ էմոցիան փոխել։